2018 թվականի գարունը ինչ էր, հեղափոխություն, հեղաշրջում, իշխանափոխություն, թե պահի մղում։ Պարոն Մարտիրոսյան, ինչու 2018 թվականից հետո Հայաստանում արժեհամակարգը չփոխվեց։ Որտեղ է հայկական օրգանական բուրժուազիան եւ ինչով է նա զբաղված։ Ինչու 2018-ից հետո արդարությունը չվերականգնվեց եւ չհաստատվեց։ Պարոն Մարտիրոսյան, եթե մեկ նախադասությամբ ձևակերպեք, ինչ էր հնարավոր փոփոխել 18 թվականին։ Ինչ կարող է անել այսօրվա հանրությունը, որպեսզի հաջորդ հնարավորությունը չմսխվի։ Պարոն Մարտիրոսյան, 2018 թվականի գարունը ինչ էր, հեղափոխություն, հեղաշրջում, փոփոխություն, թե պահի մղում։ Դե ասում են, որ հեղափոխություն էր, բայց ես խնդիր ունեմ այդ սահմանը, որովհետև հեղափոխությունը նշանակում է ինչ-որ պարադիգմատիկ փոփոխություն, չէ։ Ի վերջո պետք է լինի, եւ դա տեղի չունեցավ, որովհետև այն երկրներում, որտեղ դա տեղի է ունեցել, 74 թվից սկսած Պորտուգալիայում, հետո Իսպանիայում, հետո լատինամերիկյան երկրներում ամենտեղ եղել է փոփոխություն, ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղ ունեցել։ Մեզ մոտ նույնիսկ սահմանադրությունը մնաց նույնը, ընտրելու ուրեմն համակարգը մնաց նույնը, փոփոխությունները տեղի ունեցան, բայց փոփոխությունները բան էին, անձնական, ուրեմն սրանց հեռացրինք, մենք եկանք։ Դե հեղափոխություն, որ ասացիք, խոսենք իսկ Պորտուգալիա, Իսպանիայի փորձի մասին շատ կարևոր է, բայց ինչի՞ չենք մոռանում անգլիական հեղափոխություն, գլուխներ կտրվեցին, ֆրանսիական հեղափոխություն, Սենայի պես Արոնը հոսում էր գիլյոտինը ռուսական հեղափոխությունը, միլիոնավոր մարդիկ ոչնչացվեցին, այսինքն մեր մոտ ինչ էր։ Միայն զոհերի բանով չեմ նայում հեղափոխությանը, ամենակարևորը ինչն է փոխվել, ֆրանսիական հեղափոխությունը երրորդ դասը ձևավորվում է, այդ երրորդ դասը գալիս է ասում է այն համակարգը, որ կար, չի համապատասխանում մեր շահերի։ Մենք ուզում ենք փոխել այդ ամբողջ համակարգը։ Անվանենք այդ դասը բուրժուազի։ Մեր մոտ 18 թվին ես չեմ համարում, որ դա իրոք հեղափոխություն էր։ Փոխվեցին անձինք, բայց խորքային բաները, արժեքները, խորքային ձևը, ինչպես են իրանք աշխատում, հա, աշխատաձևը, շատ քիչ են փոփոխությունները։ Պոետը ձևակերպել է, փոխվեցին կարծես թե հին տերերը, նորերը խաղում են հին դերեր։ Ես դե հա, կարելի է տենց ասել, որովհետև ամենակարևոր փոփոխությունը նույն Իսպանիան եթե նայենք, ամենակարևոր փոփոխությունը դա սահմանադրություն էր։ Ոնց ասնես Ֆրանկոյի ռեժիմի դիկտատուրայից դեպի ժողովրդավարական երկիր։ Դա անհնար է, դու չես կարող թողնել նույն ինստիտուտները նաև մարդիկ են, որոնք որ գործում են, ոչ թե ուղղակի մարդկանց փոխելով չի, դու պետքա փոխես ինստիտուտները։ Եվ ասես, որ դա հեղափոխություն է եղել։ Այո, այսինքն ես կուզեի շտկել կամ ճշգրտել, ոչ թե ամենակարևոր փոփոխությունը սահմանադրությունն էր, մենք էլ արդեն 91 թվից մինչև այսօր 3 սահմանադրություն ենք փոխել, հիմա էլ 4-ի վրա են աշխատում, այլ արժեհամակարգային փոփոխությունն է, բայց դրա մասին կխոսենք։ Չէ, նաև կարևորը ինչպես ես փոխում դու այդ սահմանադրությունը։ Այո, այսինքն որ մեր հանդիսատեսը չշփոթվի, որ սահմանադրությունը փոխեցինք, ունենք հեղափոխություն, ոչ։ Ոչ, իհարկե չէ։ Պարոն Մարտիրոսյան, եթե մեկ նախադասությամբ ձևակերպեք, ինչ էր հնարավոր փոփոխել 18 թվականին։ 18 թվականին մենք ունենք մոբիլիզացիա եւ վստահություն, այն ուժը, որ գալիս էր իշխանության, ուներ անսպառ, ուրեմն վստահություն բնակչության, եւ դա կարող էր իրանց տալ հնարավորություն հենց այդ ինստիտուցիոնալ փոփոխությունները իրականացնել, առաջի հերթին իհարկե հանրապետություն ձևավորվեր, իրական հանրապետություն, որտեղ իշխանությունները տարանջատված են, անկախ են, նմանավանդ այն ինչ որ վերաբերվում է արդարությանը, որովհետև դա ամենակարևոր սյուներից մեկն է։ Կա արդարություն, կայացել ես որպես պետություն։ Ես հիմա կարող եմ հիշել Սուրբ Ավգուստինոսին, որը ասում էր առանց արդարության թագավորությունները վերածվում են ավազակախմբերի։ Մանր ավազակախմբերի։ Եվ այդտեղ կա ինչ-որ ճշմարտություն, որովհետև եթե դու չես տալիս ամենակարևորը, որը արդարությունն է, դե անվտանգությունը, արդարությունը հարց է ծագում, բայց ինչի ես էլ դու անվանվում պետություն, որը որ ուզում է ինձանից հարկեր հավաքի։ Դու ուզում ես, որ ես վստահեմ, որ դու ինձ հարկեր հավաքես ինձանից, դու պետք է ուրեմն ինձ տրամադրես առնվազն այդ արդարությունը եւ անվտանգությունը։
Պարոն Մարտիրոսյան, ինչու 2018-ից հետո արդարությունը չվերականգնվեց եւ չհաստատվեց։ Իմ կարծիքով դուք այդ հարցին ավելի լավ կարող եք պատասխանել, որովհետև ձեր մասնագիտությունը հենց իրավաբանությունն է, բայց իմ պատկերացմամբ բավարար չի միայն բերել մարդկանց փոխել, հա։ Կարևորը այդ մարդիկ ինչ արժեքներ ունեն եւ շատ դժվար կլներ գտնել Հայաստանում մարդկանց, որոնք որ նվիրյալ կլինեին այդ արդարությունը մատուցել բնակչությանը էֆեկտիվ ձևով եւ շատ կարեւոր է արդար ձևով, հա, որ վստահություն լիներ։ Երբ նայում ենք բոլոր հարցումներում, որտեղ հարց է տրվում վստահությունը դեպի տարբեր ինստիտուտների, հենց արդարադատությունը ամենացածր բաներում է հայտնվում, հա, նույնիսկ 10%-ից ցածր են վստահում, հա, դա շատ ցավալի պահ է։ Դա նշանակում է, որ 7 տարի անց մենք դեռ չունենք համակարգ, որը որ ներշնչում է մարդկանց, որ այո, ես ապրում եմ արդար երկրում։ Որոնք էին պորտուգալական եւ իսպանական մոդելները եւ ինչու է դրանց փորձը կարեւոր մեր այսօրվա Հայաստանի համար։ Դե չկա մոդել, որը որ լիովին համապատասխանի մեզ, հա, այդ բոլորը ունեն իրենց տարբերությունները, նույնիսկ իսպանականը էական տարբերվում է պորտուգալականից, բայց մենք պետք է հասկանանք մի բան, իրանք ինչ որ բաներ արել են, որ թույլ են տվել իրանք շատ դժվար պահին, երբ որ իրանք անցում էին ապրում Սալազարից, ուրեմն Պորտուգալիայում 74 թվին եւ Իսպանիայում Ֆրանկոից հետո ներսում շատ ուրեմն լարված իրավիճակ, երբ որ դու ունես ցախակողմյանի կոմունիստական կուսակցություններ, որոնք որ շատ մեծ ազդեցություն ունեն, թե Պորտուգալիայում, թե Իսպանիայում, ունես աչակողմյանի եւ այդ երկու երկիրը կանգնած էին ուրեմն փաստորեն նորից քաղաքացիական պատերազմի եզրին։ Բայց այստեղ շատ կարեւոր է էլիտաների դերը եւ առաջերտին առաջնորդների։ Իսպանիայում դա Ադոլֆո Սուարեսն էր, որը արեց այնպիսի մի բան լինելով երիտասարդ, առաջինը տեսլականը, ինքը այդ տեսլականը ներկայացրեց օրենքի տեսքով, Կորտեսը պարլամենտը, որը բնականում ֆրանկոիստ էր, իրանց համոզեց, որ պետք է գնա երկիրը այդ ճանապարհով, չգնացինք այդ ճանապարհով, ուրեմն գնալու ենք դեպի նոր սոցիալական բախումներ եւ նորից կրկնվելու է քաղաքացիական պատերազմը եւ մարդիկ կային, որոնք դեռ հիշում էին ինչ տեղի ունեցավ 38 թվին, հա, խուսափել, ուզում էին խուսափել այդ տարբերակից։ Երկրորդը ոչ միայն անցկացրեց Կորտեսում այդ օրենքը, դրեց հանրաքվեի, անմիջապես դրեց հանրաքվեի, եւ հանրաքվեում մասնակցեցին 75% բնակչությանը, որից 96%-ը հավանականություն տվեց այդ տեսլականին։ Հա մենք ուզում ենք, որ մեր երկիրը գնա այդ ճանապարհով։ Դրանից հետո ճանապարհը բացվեց, արդեն ինքը ասում էր, իսկ պետք է բանակցենք նոր սահմանադրություն։ Ինչպես բանակցենք նոր սահմանադրություն, ում հետ բանակցենք նոր սահմանադրություն։ Ինքը ասում էր, այ երբ որ կլինի արդար եւ ազատ ընտրություններ, կձևավորվի իրական ներկայացական այդ բոլոր տարբեր խմբերի ներկայացուցիչները կմրցակցեն եւ կհայտնվեն նոր Կորտեսում, այդտեղ մենք կներկայացնենք նոր սահմանադրություն, 78 թվին դա տեղի ունեցավ եւ դրանից հետո կդնենք նորից սահմանադրությունել ուրեմն ռեֆերենդումով կամրապնդենք։ Դա նշանակում է, որ դու ժողովրդի հավանականությունը ունես։ Բոլոր այդ քայլերում ոչ միայն տեսլականը, այլ ստանալ սահմանադրություն երկրի ամենակարևոր օրենքը ժողովուրդը մասնակցում է եւ իրանց քվեով ասում է, որ այո, բացի դրանից ես ասեմ, որ հարցումները, որոնք որ ապագայում անցկացվել էին, երբ որ մարդկանց հարցնում էին, արդյոք արդար է, միշտ համարյա թե 65%-ից ավել ասում էին, որ շատ արդար է եղել ընթացքը եւ մենք ընդունում ենք մեր սահմանադրությունը։ Պարոն Մարտիրոսյան, ինչու 2018-ից հետո չփոխվեց սահմանադրությունը եւ ինչու իսպանական եւ պորտուգալական օրինակը հնարավոր չեղավ Հայաստանում իրականացնել։ Դե իմ կարծիքով այստեղ հարցը նաեւ որակի մասին է, առաջնորդների որակի մասին է, մենք ունենք նմանավանդ Իսպանիայում շատ հասուն էլիտա, հա, որը որ շատ լավ պատկերացնում էր, թե ուր են ուզում տանել, ինչպիսի սահմանադրություն են ուզում ունենալ, ինչպիսի երկիր են ուզում ունենալ։ Մեզ մոտ ավելի շատ խոսվում էր դրա մասին, բայց շատ հանգամ տրվում էին այնպիսի խոստումներ, որոնք անհնար էր իրականացնել։ Ուղղակի պահի տակ, տեսնելով որ այդ մոբիլիզացիան կա, ամեն ինչ խոստանում էին, բայց
չէին անում այն ինչ որ խոստանում են։ Մեկ, երկրորդը կոմպետենտությունը, այսինքն ինչքանով կոմպետենտ էին։ Երրորդը դրսի ուրեմն վտանգները եւ ազդեցությունը, հա։ Մենք այս անելու համար պետք է անպայման դիմենք Վենետիկի հանձնաժողովին։ Ինչ կասի Մոսկվան, եթե մենք համազությունը այժմ փոխենք եւ այլն։ Այսինքն դու եթե իսպանացիք տենց հարցեր տային, իրենք երբեք չէին հասնի այն նպատակներին, որոնց հասան։ Իսկ մեզ մոտ միշտ այդ պահերը կային եւ ամենակարևորը իմ կարծիքով իսպանացիք եւ պորտուգալացիք ունեին միջին խավ ձևավորվել էր այն միջին խավը, որը որ տալիս էր նույնիսկ էսելի պետք է օրգանիկ բառը օգտագործեմ, բայց օրգանիկ այդ շնայած ավտորիտար էր Ֆրանկոյի ռեժիմը, բայց թույլ էր տալիս այդ քաղաքացիական հասարակությունը, հա, տարբեր կազմակերպություններ, թող բարեգործական ինչ-որ գործունեությունով զբաղվեն, բայց թույլ էր տալիս, որ դրանք տեղ ունենան։ Ու կային դրանք։ Հա, կոմունիստները արգելված էին, բայց էլի գործում էին իրանց տարբեր կազմակերպություններ եւ այլն։ Եվ դրանք օրգանիկ էին։ Մեզ մոտ դրանք օրգանիկ, դե չեմ ուզում բոլորի մասին ասել, բայց մեծ մասամբ օրգանիկ չէին։ Գրանտը ստացար, դու հասարակության ուրեմն կազմակերպություն ես, բայց դա այդպես չի։ Եվ առանց այդ միջին խավի, միջին այդ շերտի, եւ լավ պետքա շերտ լինի, չէ, որը տալիս է նաեւ որակյալ էլիտա։ Առանց դրա շատ դժվար է հասնել նպատակների։ Նպատակները դառնում են ուղակի խոստումներ, որոնք որ դու չես կարող իրականացնել։ Հետո 7 տարի անց ասում ես ժողովուրդ ջան, նորաձևա կրթվել է պետք։ Այսինքն դու ինչ ես ասում հիմա, ասում ես որ էտա չէ բացը, որ դուք կրթված չեք պատրաստվել, որ նոր մեր պատկերացրած պետությունում, ժողովրդավարությունում մասնակցեք եւ այլն եւ այլն։ Պարոն Մարտիրոսյան, 91 թվականից մինչև այսօր որտեղ է ձեր իսկ ասած հայկական օրգանական բուրժուազիան։ Դե օրգանական մենք չենք ունեցել բուրժուազիա, դա էլ է խնդիրներից մեկը եւ միջին խավը շատ բարակ շերտ էր։ Այդ բարակ շերտն էլ միշտ մեր առաջի բանը էքսպորտը ինչն էր։ Ուղեղ երիտասարդները հենց պատրաստվում են կյանք բաներնել, պետքա գնան դրսում ուսում ստանալ։ Վերադառնալու բան չունեն, հա, որովհետեւ ասում են ապագա կա, կամ իշխանությունները ասում են ապագա կա, բայց իրանք չեն տեսնում այդ ապագան։ Ու սա նորից վերադառնալ ով Ադոլֆո Սուարեսին, նա տվեց տեսլական, որը իրականացրեց, որ այդ վստահությունը եւ 3 տարուց ավելի միջանոց չմնաց ինքը որպես վարչապետ։ Այսինքն ինքը տեսավ իր դերը նրանում, որ ինքը գա, անի այն ինչ որ ժողովուրդը մեծ մասամբ, հա, 96% քվեարկումա կողմ այդ ռեֆորմների, որով կոչվում է ռեֆորմա պակտադը, այսինքն պակտ հանրության հետ պակտ բոլոր քաղաքական ուժերի հետ, ուր ենք մենք գնում։ Դա կար իրանց մոտ, մեզ մոտ դա դե փաստորեն տեղի չունեցել։ Շատ ռոմանտիկ ինչ-որ պատկերացումներ, թե ինչու ենք մենք գնալու այս ճանապարհով, բայց բնակչությունը այլ եմ ասում կյանքի պայքար, իսկ բուրժուազիան չէր ապրում այս երկրի բաներով, հա, իրանք տարված են իրանց հարստացման հարցերով եւ այլն ձևավորվել էր ուղակի նախկին խորհրդային այդ ունեցվածքը բաշխելով, ուստեղ անարդարության այդ պահը շատ ուժեղ էր։ Դրա համար վերադառնալով 18 թիվ ամենամեծ խոստումը ինչու՞ն էր, որ մենք թալանը վերադարձնելու ենք։ Բայց այդ խոստումը անհնար էր իրականացնել, որովհետև եթե դու պետքա գնաս այդ ճանապարհով, դու պետքա փաստորեն գնաս 91 թիվ, այն ուրեմն սեփականաշնորհումը որ տեղի ունեցել վերանայես, եւ դա անհնար էր անել։ Ինչու եք խոստանում այն ինչ որ անհնար է։ Դե ինչի անհնար, եթե լսես իշխանություններին, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը գործում է, թե Սահմանադրական դատարանը մեծ փոփոխություն մտցրեց այդ հարցում։ Տեսեք, իրենք անձնականացրին այդ պահը, հա, մենք ինչ ունենք, մենք որպես հետևանք 18 թվի հեղաշրջումի, մենք ունեցանք ավելի պառակտված հասարակություն։ Այսինքն այդ պառակտումները կային, բայց այտենց հստակեցված պառակտում չկար։ Այսինքն կան նախկինները, որոնք որ թալանչի են, այ դրանց փողերը մենք վերադառնում, բայց որտեղ են այդ նախկինները սկսվում։ Այսինքն եթե դու կարաս ընտրովի ասես, որ սրա հետևից ընկնելու ենք, իսկ սրան թողնելու ենք ազատ, դա արդեն արդար չի, դա արդեն թույլ է տալիս քեզ քաղաքական քո շահերից ելնելով հետապնդես ինչ որ մի, այսինքն ես հիմա չեմ ուզում որևէ մեկին արդարացնեմ, դա դատարանները պետքա որոշեն, բայց եթե դու ասում ես, որ սրա հետևից ընկել ենք, դու ոնց որ ասես քո ընտրազանգվածին, որ այ տեսեք մենք մեր խոստումները կատարում ենք, բայց քո խոստումը հետեւյալն էր, որ դու բոլորը պետքա վերադարձնես, ու դա է որ անհնար
անհնար էր անել։ Ու դա է որ տեղի չունեցավ եւ Իսպանիայում իրանք հասկացան, եթե մենք ընկնենք ֆրանկիստների հետևից բոլորին եւ դեր ողջ այն մարդիկ, որոնք կորցրել են իրանք ծնողներին քաղաքացիական պատերազմում 38 թվի, հա։ Նույն Սուարեսը 7 տարեկան էր, երբ որ քաղաքացիական պատերազմը դեր զարգանում էր։ Դե պատկերացրեք, այդ սերունդը իրենց ասում են մենք պետքա գիծ քաշենք եւ չընկնենք իրար հետևից։ Կոմունիստները ֆրանկիստների դեմ, ֆրանկիստները կոմունիստների։ Իրանց տարբերությունը նաեւ նրանում էր, որ իրանք ունեին նաեւ թագավոր։ Եվ դե կարդինալների դերը, հա, իրանց մոտ շատ դրական էր ավելի, որովհետև այդ ներելը հասկանալ, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով, վերադառնալու ենք 38 թիվ։ Դա շատ կարևոր է։ Իսկ մեզ մոտ ոնց որ մենք գնացինք ավելի բոլշևիկյան բանով, հա, ճանապարհով, որ եկել է մի ուժ իշխանության, որը որ պետքա հիմա արդարություն բերի, իսկ արդարությունը ինչու՞ է լինելու, որ այդ Շարիկովի ասածն է լինելու։ Да что тут предлагать? А то пишут, Конгресс, немцы какие-то, голова пухнет. Взять все, да и поделить. Մի բան է խոստանալ դա, իսկ մյուս բան է անել։ Ես չգիտեմ, իրավաբան չեմ, բայց իմ կարծիքով 20 թվից գործում է այդ նշած օրենքը։ 20 թվից անցել է 5 տարի։ Եվ ինչ ունենք։ Այո, ինչ որ բաներ վերադարձում են երևի, ես չգիտեմ, բայց անհնար է դա անել շատ արդար ձևով։ Դա միևնույնն է շարունակելու է պարակտել հասարակությունը, որովհետև մեկից վերցնում ես, իսկ այն մեկից չես վերցնում։ Այդ ոնց որ բոլշևիկների ժամանակ կուլակա թափումը, չէ՞։ Սա կուլակա, սրանից վերցնում ենք, իսկ այս մեկը ոնց որ համագործակցեց նոր իշխանությունների հետ եւ պահեց ինչ-որ մասեր, բայց չկուլակաթափին։ Պարոն Մարտիրոսյան, ինչու 2018 թվականից հետո Հայաստանում արժեհամակարգը չփոխվեց։ Արժեհամակարգը ընդհանրապես շատ արագ չի փոխվում, արժեհամակարգը ձևակերպելու համար պետք է տարիներ, պետք է քրտնաժան աշխատանք, պետք է դաստիարակես այդ նոր սերունդը նոր արժեքներով։ Իսպանիայում էլ պարզ է, չէ՞, որ կամ Պորտուգալիայում կային ուժեր, որոնք որ Ֆրանկոյի ժամանակ շատ լավ էլ ապրում էին։ Իրանք շատ լավ էլ օգտվում էին այդ ռեժիմից, հա, բայց պետք էր այնպիսի տեսլական ունենալ։ Եվ այդ տեսլականի մասը պետք է լիներ, ինչպես ենք մենք դաստիարակում նոր սերունդները, որպեսզի իրանք իրոք հասկանան, որ ժողովրդավարությունը ստեղծելու է նաև պայմաններ տնտեսական զարգացման համար։ Հա, ես չեմ ուզում ասել, որ թե Պորտուգալիայում, թե Իսպանիայում խնդիրներ չեն եղել։ Եղել են ճգնաժամներ, եղել է կոռուպցիոն սկանդալներ, շատ տարբեր բաներ է տեղի ունեցել, բայց մեծ հաշվով իրանք կարողացան հաղթահարել նույնիսկ այլ տեսակի պարակտումը, նմանավանդ Իսպանիայում, երբ որ բասկերը եւ կատալոնցիք ընդհանրապես չէին ուզում մնալ Իսպանիայի մաս, հա։ Մենք ունենք դրսի վտանգ։ Մեր վտանգը կամ ներսից չէր, հա, բայց մենք ունենք դրսի, բայց մենք դարձրինք դա ոնց որ մեր նաև ներսի վտանգ, հա, Արցախի հարցը։ Դարձրինք ոնց որ մեր փոխարեն մենք դարձրենք դա ընդհանուր խնդիր, հա, ամբողջ ազգի, դա դառա ոնց որ դե Ղարաբաղցիք այնտեղ ինչ որ թող իրանց հարցերով զբաղվեն, իրանց անվտանգությունը իրենք ապահովեն, ոնց որ դա ընդհանուր անվտանգության խնդիր չլիներ։ Հա, խոսելով կորուստներից, արդյոք հնարավոր կլիներ խուսափել բոլոր այն կորուստներից, որը մենք ունեցանք, եթե 18 թվականի խոստումների գոնե մի մասը իրագործվեր մինչև վերջ։ Ես համոզված եմ, եթե իրենք պարակտումը չմտցնեն, ես միա չեմ ուզում անդրադառնալ դիվանագիտական, ապիկար քաղաքականություն, իրանք են ասում, որ մենք միամիտ էինք, հետ ժամանակ չգիտեինք եւ այլն, բայց ոչ էլ ուզում եմ խոսել նա մասին արդյոք պատերազմը անխուսափելի էր։ Ոչ, պատերազմը միշտ էլ հնարավոր էր, դա պարզ է, բայց միշտ հարց կա, ինչպես ես դու պատրաստվել այդ շատ վտանգավոր պահին։ Եվ դրսի խաղացողները նմանավանդ Ալիևը, տեսնելով ինչպես ենք մենք պարակտված ներսից 18 թվից, տեսավ, որ դա թուլություն է, որը նաև ազդեց իր որոշման վրա պատերազմով փորձել վերադարձնել։ Այսինքն, եթե չտանենք դեպի պարակտում, այլ փորձենք հարցը այլ ձև կարգավորեինք, հա, այդ գիծը քաշեինք մի ձև, ասենք, որ այո, ինչ եղել է, բայց այսօրվանից այս սենց է լինելու։ Դա դժվար էր, որովհետև մեր վերադառնում ենք նորից արժեհամակարգին, որովհետև մարդկանց սպասելիքը ինչ էր, մենք վատ էինք ապրել 30 տարի, դուք եք ոնց որ օրինակը բերում, ես հիմա ուզում եմ լավ ապրեմ, մեր հերթան լավ ապրենք, ու ոնց որ եկել է մի ուժ իշխանության, որ ասել է, այ հիմա դուք լավ եք ապրելու, ինչի հաշվին, թալանը վերադարձնելու հաշվին։
որը ես ասում եմ, որ անհնար խնդիր էր։ Նայելով տեսնելով թե ինչպես Ուկրաինան, որը որ ուներ աջակցությունը բոլոր արևմտյան երկրների, չկարողացավ վերադարձնել այդ թալանացավ։ Այնտեղ էլ կար այդպիսի խոստում։ Չկարողացավ, չեմ կարծում նույնիսկ 10%-ը կարողացան վերադարձնել։ Ուկրաինան էլ չկարողացավ, Բուլղարիան էլ չկարողացավ, Ռումինիան էլ չկարողացավ, Հունգարիան էլ Միայն այն չկարողացավ։ գումարները, որոնք որ ուկրաինական բանկերում էին մեծ մասամբ, իսկ օֆշորներին թաքցված է եւ այլն, դա փաստորեն մնացել է։ 3-ից 5%-ը լավագույն դեպքում։ Պարոն Մարտիրոսյան, ինչ պետք է անի այսօրվա հայկական հանրությունը, որպեսզի հնարավոր ապագա ընտրություններում նորից չմսխի հնարավորությունը։ Սա իհարկե ամենամեծ մարտահրավերն է քաղաքական էլիտային, եթե քաղաքական էլիտան մեր սխալներից դասեր չի քաղել, եթե չի ուզում դասեր քաղել նաև իսպանական կամ այլ մոդելներից, ուրեմն մենք կրկնելու ենք նույն սխալները, նույն մնալու ենք պարակտված, այսինքն ընդդիմությունը, եւ դա հնարավորություն է տալու նույն համանդրական ընտրական ուրեմն համակարգը օգտագործելով իշխող ուժը վերարտադրելու է իշխանությունը։ Եվ եթե դա տեղի ունենա, մեզ հիմա պարզ է, չէ, որ իրանք եկան իշխանության խոստանալով ժողովրդավարություն, բայց հիմա արդեն իրանք խոսում են ոչ թե ժողովրդավարության մասին, այլ խոսում են նոր պետականության մասին, որպես նոր պետության հայրեր են իրանք։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրանք շարունակելու են նույն ճանապարհով, իսկ այդ ճանապարհը արդեն պարզ է, պետք է ինքնությունը քանդեն, որ նորը հավաքեն։ Այդ քանդելը իրանց մոտ կարող է ստացվի, բայց հավաքելը ես համոզված չեմ, որ իրանք կարողանալու են հավաքել։ Ու դա շատ վտանգավոր է ամբողջ մեր ազգի համար։ Եթե նույնիսկ այդ վտանգը չի կարողանալու անդիմությանը ստիպի, որ իրանք մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ համախմբվեն եւ ինչ որ գործունեություն ծավալեն, որով ենթադրում է վստահություն, ենթադրում է, որ դու պետքա գոնե այս մի հարցի շուրջ համախմբվես։ Որ հարցի ձևակերպեք այն։ Իշխանությունը պետքա փոխվի։ Եվ դա նաև ժողովրդավարության պահանջն է։ Իշխանությունը պետք է փոխվի, որովհետև եթե իշխանությունը չի փոխվում, նույնիսկ ընտրություններով է, եթե վերընտրվում, դե գիտեք, խորհրդային միությունում էլ էին ընտրություններ անցկացնում։ Իսկ համակարգը, որը կա, դա հեշտ թույլ է տալիս admin ռեսուրսը օգտագործելով հաղթարես շեմը, որը տալիս է քեզ հնարավորություն մենաշնորհ լինես, քաղաքական մենաշնորհ լինես, թե օրենսդիրը, թե բոլոր թևերում փաստորեն դու մենաշնորհ ես։ Պարոն Մարտիրոսյան, կա ինչ-որ բան, որ կցանկանայիք ասել ու ես չհարցրեցի։ Ինձ եթե թողնեիք, ես իհարկե ավելի երկար կպատմեի մեր լսարանին իսպանական փորձի մասին, որովհետև շատ խորից նույնիսկ մասնակցել են բանակցություններում բասկերի, կատալոնցիների եւ Մադրիդի միջև, շատ հետաքրքիր պահեր կան, բայց իմ կարծիքով ավելի կարևոր է այս պահին մենք մտածենք այդ ամենը ինչ է նշանակում Հայաստանի համար։ Այնպես որ եւ հարցը, որ պետք է հնչի երևի բացի նրանից ինչ մենք պետք է անենք այսօր, պետք է լինի հարցը ինչ մենք պետք է միշտ անենք։ Մենք միշտ պետք է մտածենք արդյոք մեր արժե համակարգը այն արժեքները, որոնք որ ստանում են մեր երեխաները, մյուս սերունդը, համապատասխանելու են այն մարտահրավերներին, որոնք որ կան մեր երկրի եւ ազգի առջեւ։ Սա է խնդիրը, սա է գերխնդիրը, որը որ դեռ լուծում չի ստացել։ Արժեհամակարգն փոխելու համար պետք է ավելի ստեղծագործ մոտեցումներ այդ խնդիրները լուծելուն։ Հա դու չես կարող մեկին մի այլ մարդով փոխարինես, որը նույն արժեքներն է կրում փաստորեն։ Ու նույն նեպոտիզմն ենք մենք տեսնում, հա, երբ որ նշանակում են բարեկամները եւ այլն։ Այսինքն մենք մշակույթ ենք, որտեղ պատմական այդպես է ձևավորվել, մեզ համար հարաբերությունները ավելի կարեւոր են, քան օրենքները, որովհետեւ դա է մեզ թույլ տվել գոյատևել եւ մենք այդպես էլ շարունակում ենք, բայց եթե այդպես շարունակենք, մենք չենք կարողանալու գնալ դեպի ես Սուրբ Ավգուստինոսից բերեցի մեջբերում, բայց իմ կարծիքով կարելի է նաեւ ինչու՞ չէ Նժդեի ասածը նույն ուրեմն մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջեւ, չի կարող ունենալ հաղթական հայրենիք։ Պարոն Մարտիրոսյան, մենք դեռ կարող ենք ունենալ հաղթական հայրենիք։ Կարող ենք, եթե ունենանք սերունդ, որը կունենա համապատասխան արժեքներ։ Ես եղնիմ տուն ես եղնիմ տուն